Հաշված օրեր են մնացել Կապանի համայնքապետարանի շենքի եւ այգու պաշտոնական բացմանը։ Գոյություն ունեցող շենքի վերակառուցման, նոր մասնաշենքի կառուցման եւ հարակից այգու բարեկարգման աշխատանքներն ավարտվել են։ Մոտ օրերս Կապանի համայնքապետարանի աշխատակազմը կտեղափոխվի եւ իր գործունեությունը կշարունակի արդեն նոր շենքում։ Ասեմ, որ նոր մասնաշենքի կառուցմամբ ստեղծվել են նոր հնարավորություններ եւ այսուհետ Կապանի համայնքապետարանի բոլոր ստորաբաժանումները կարողանան իրենց աշխատանքները կազմակերպել մեկ վայրից, որը խնդիր էր նախկինում եւ մենք ունեինք ստորաբաժանումներ, որոնք ստիպված էին այլ համայնքային շենքերում իրենց աշխատանքը կազմակերպել։ Այգու հետ կապված հիշողությունները հարուստ են հատկապես ավագ սերնդի շրջանում։ Բնակիչներն անհամբերությամբ են սպասում այգու բացմանը, քանի որ այն իրենց սիրելի վայրերից է։ Այստեղ կարելի է զբոսնել, հանգստանալ ու վայելել զովությունը, ասում են։ Հիմա ենք սպասում շատ անհամբեր, որ սիրուն է, գեղեցիկ է, նստարանները շատ են, այգին շատ գեղեցիկ է։ Կուզենայի թորնիկներից հետ գայի ու հանգստանալ։ Վայնկոմատ էր, հետո փոխեց քաղաքապետարանի, հիմա շատ հաճելի է։ Ասենք նստում ենք, հանգստանում ենք, հով է, տենց, շատ գոհ է։ Եվ ցանկանում եմ, որ մեր Կապան քաղաքը, մեր Սյունիքը էլ ավելի գեղեցկանա, ապահով լինի, միշտ խաղաղություն լինի մեր ժողովրդի համար։ Առաջ քանդված էր, հիմա ուզում ենք բացվի, որ գանք խաղանք։ Այն ժամանակ մեզ համար էդ էր լավ, բոլորի համար, այդ ոճն էր, բայց հիմա էլ երիտասարդությանը 21-րդ դարը սպասում ենք։ Գորթա Դևոսյանի խոսքով համայնքապետարանի շենքն ամբողջությամբ կահավորված ու վերազինված է ժամանակակից տեխնիկական միջոցներով, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել ինչպես աշխատակազմի, այնպես էլ համայնքի ավագանու գործունեությունը։ Հունիսի 30-ին կլինի պաշտոնական բացումը առավոտյան, իսկ մեր համաքաղաքացիներին հրավիրում ենք երեկոյան այս գեղեցիկ այգի վայելելու ջազ երաժշտություն։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։